Աղքատության մասին խոսելիս մեկ տարի առաջ Փաշինյանը ասում էր, ով չի ուզում աշխատել, թող վազն գա մեզնից, իր բառերով եմ ասում, թող ապրի իր աղքատության մեջ, մենք իր համար անելիք չունենք։ Այս հատվածն է, լսեք։ Ոնց հաղթահարենք ծայրահեղ աղքատությունը։ Մարդը լսում ասում է, այս կառավարությունը որոշել է ծայրահեղ աղքատությունը հաղթահարի, այս ինչ լավ բան արել են, դիվանս բերեք, բանը այն բանը, երկու դիվանը քանդենք, մեկը հավաքենք, որ ավելի հարմար պարկենք, որ հեսա կառավարությունը մեր ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու է։ Ոչ ժողովուրդ ջան։ Աղքատությունը կլինի ծայրահեղ թե որևէ այլ, հաղթահարվում է աշխատանքով։ Մենք մարդուն պետք է ասենք շատ ուղիղ։ Հարգելիս, եթե դու աշխատունակ ես, այս շատ կարևոր բան է, եւ սոցիալական այն խմբերի մեջ ես, որ աշխատունակության սահմանափակություն, ուրեմն դու քո աղքատությունը դու ինքդ պետք է հաղթահարես քո աշխատանքով։ Եթե դու չես ուզում աշխատես, աղքատությունը քո ընտրությունն է։ Ոչ մեկ պարտավոր չի գնա առավոտից իրիկու աշխատի, որ դու քո 7 անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պարկես ու սերիալ նայես կամ չգիտեմ ինչ ուժեղ բան նայես, հաղորդում նայես եւ թոք շոուներ նայես։ Վեր կաց աշխատի։ Չես աշխատում, ուրեմն աղքատությունը քո ընտրությունն է։ Գնա ուզում ես աղքատ ապրես, գնա աշխարհում իմիջիալոց կամ մարդիկ։ Ընդ որում նաև հանճարներ են եղել, որոնք ասել են մենք աղքատության մեջ ենք։ Դու Դիոգենեսն ես, շատ լավ։ Պատմությունը քեզ կգնահատի, բայց վազն արի մեզանից, ինչ ես ուզում։ Սա Փաշինյանի իրական պատկերացումն է աղքատության մասին, այն պարագայում, երբ Հայաստանում բազմաչափ աղքատությունը, հատկապես երեխաների մոտ ձգտում է ուշադրություն, մինչև 70%-ի միջազգային տարբեր կառույցների գնահատականներով։ Ինչ է բազմաչափ աղքատությունը։ Օրինակ, որ տանը երեխան ծորակով ջուր չունի, չի կարող տանը լվացվել։ Հա, սանհանգույց չկա տանը, կամ ջեռուցում չկա տանը, կամ երեխան դպրոցական շոր չի կարող ծնողը գնել երեխայի համար, որ երեխան դպրոց հաճախի, կամ երեխան չի կարողանում բժշկական ծառայություններից օգտվել։ Այս է բազմաչափ աղքատությունը։ Եվ ինչու եմ սրա մասին հիմա խոսում, որովհետև այսօր ազգային ժողովում հենց այս հարցում Փաշինյանը իր ձևերով իհարկե, հիմա այդ հատվածը կտեղադրեմ, շունշանգյալ եւ այլ այսպիսի բառեր օգտագործելով, կիրառում էր եւ մեղադրում էր նախորդ իշխանություններին, մոռանալով, որ ինքը արդեն 8 տարի կառավարում է Հայաստանը եւ ասում էր, որ նրանք դիտավորյալ են աղքատության մեջ պահել երեխաներին այդ վատ դպրոցներում, վատ պայմաններում, որ նրանք ավելի կառավարելի լինեն։ Սա իմ բառերով եմ ասում, բայց ինքը իր դերի մեջ էր ազգային ժողովում։ Լսեք, այս հատվածը շարունակեմ։ Դուք ընդհանրապես ով եք, ես այդ պատերազմի երրագլուխ, քառագլուխ կուսակցություններին եմ ասում, պլյուս սրբապիղծ կտրիչներին։ Դուք ընդհանրապես ով եք, ինչ եք ձեզնից ներկայացնում։ Դուք շանս ունեք այն հասարակության մեջ, որտեղ կարողանում եք երեխեքին ցեխերի մեջ պահեք։ Այն հասարակության մեջ, որտեղ երեխեքը շալվար չունեն եւ շալվար ունենալու շանս չունեն։ Էսա ձեր կառուցած եւ ձեր երազած հարությունը։ Մի հատ էլ պարոն Օհանյան, եկել եք այս ամբիոնից ասեմ բան եք հարությանը Համոզմունք ունեմ, որ ինքը նույն Փաշինյանը հետաքրքրված է աղքատության գոյության մեջ, որովհետև մարդը ինչքան աղքատ, ինչքան անճար, ինչքան խեղճ, ինչքան անգրագետ, անքան հեշտ կառավարելի։ Եվ Փաշինյանը այն ղեկավարներից է, որ իրեն հենց դա էլ պետք է, մանիպուլացվող կառավարելի անգրագետ եւ տգետ հանրություն։ Այլապես մեկ տարի առաջ Փաշինյանի ելույթը նրա մասին, որ մենք քեզ համար բան չունենք անելու, հղում անելով աղքատներին, եթե դու պատրաստ չես աշխատելու, առանց հաշվի առնելու մարդու արկավիճակը, թե մարդը ինչպես է հայտնվել աղքատության մեջ։ Ընդամենը մի քանի օր առաջ քայլում է Երևանի փողոցներից մեկում, հայտնի է որպես Լամբադա կամուրջ, այդ հատվածը Կոմիտասի պողոտա, Կոմիտասի պողոտայի եկեղեցու տակի հատվածի մասը, կամուրջի տակ, տեսա, որ անտուն մարդիկ են ապրում։ Դրանից մի քանի օր առաջ քայլում է մեկ այլ տեղ, լքված շենք վթարային։ Տեսա, որ այնտեղ էլ մի քանի անտուն մարդիկ են ապրում։ Եվ այս պայմաններում, երբ Հայաստանում անտուն մարդկանց թիվը շատանում է, խեղճերի, լքվածների, վատ պայմաններում մարդկանց թիվը շատանում է, երկրի ղեկավարը ասում է. «Վազն եկեք մեզնից, չեք ուզում աշխատել, մենք ձեր համար անելիք չունենք»։ Այնինչ, օրինակ Ֆինլանդիան ինչպես է այդ խնդիրը լուծել։ Ֆինլանդիան 2008 թվականից բոլոր մարդկանց անխնդիր, ովքեր տուն չունեն կամ ունեն շատ վատ պայմաններով տներ է հատկացնում, որովհետև Ֆինլանդիան հասկացել է մի բան. մարդը երբ կայուն պայմաններում չի ապրում եւ ապահով չի զգում իրեն, մարդը ունակ չէ կենտրոնանալու աշխատանքի արժեք ստեղծելու եւ օգտակար գործընթացի վրա իր համար եւ հանրության համար։ Ֆինլանդիայում անտուն մարդիկ չկան։
Վիճակագրական տվյալները ցույց է տալիս, որ հասել են նրան, որ այդ անտուն մարդկանց շուրջ 80 եւ ավել տոկոսը կարողացել են նորմալ կյանք մտնել, այսինքն սկսել են աշխատել, ունենալ աշխատանք, արժեք ստեղծել։ Եվ ինչ են նաև հասկացել, որ այս ծախսերը արված աղքատության վերացնելու վրա ավելի քիչ են, քան եթե թողեին այդ մարդիկ փողոցում ապրեին, եւ դա հանգեցներ օրինակ հանցագործությունների ավելանալուն, դա հանգեցներ օրինակ բժշկական ծառայությունների ծավալի մեծանալուն, որովհետեւ երբ շտապ օգնությունով մարդուն տեղափոխում ես հիվանդանոց, բժշկական ծառայությունները պետությունն է հոգում, այսինքն հարկ վճարողները։ Եվ ընդհանուր այս պայմաններում Ֆինլանդիան հասկացել է, որ երբ մարդուն մարդկային պայմանների մեջ ես տեղավորում, հանում ես իր գաղճից, այսպես ասած, մարդկանց 80 եւ ավել տոկոսը օգտվում են այդ հնարավորությունից եւ վերականգնում են իրենց արժանապատիվ կյանքը։ Եվ այստեղ է, որ մենք հասկանում ենք, որ Փաշինյանը իրականում անկեղծ չէ իր այս նույն հակասական զրույցներում եւ նրան ես համոզմունք ունեմ, կրկնում եմ, ձեռնտու է Հայաստանում ունենալ աղքատների այսչափ մեծ թիվ, որոնց նա իր ուզածով կկառավարի, որոնց նա հույս կտա, թե ինքը այն Ռոբին Հուդն է, որ խլելու է օլիգարխներից եւ մեծահարուստներից եւ տալու է աղքատներին, բայց նա արդեն 8 տարի է կառավարում է Հայաստանը, այնինչ իր խոստացած ծայրահեղ, նույնիսկ ծայրահեղ աղքատությունը դեռ վերացած չէ Հայաստանում։ Այս սա է ճշմարտությունը։ Լավ երեկո բոլորիդ։